Ռազմաշքերթի ընթացքում եւ հետո նկատեցի, որ ասենք ահագին մարդ կա, հատկապես ցավոք էլի ընդդիմությունից, ոչ բոլոր կուսակցություններից, որոնց սրտին պահով խփեիր արյուն չէր կա էլի, ուղղակի կտրտում են իրանց թե անարտես ինչ շքերթի ժամանակն է, Հայաստանը պարտված է, տարածքներ կորցրած է, այդ մարդկանց որ լսես, երևի կուզեն ամեն քայլափոխին մի հատ ծիծեռնակաբերդի հուշահամալիր սարքվի։ Հիմա պարտությունը իր տեղն ունի, սուքը իր տեղն ունի, կոնկրետ ձեռքբերումները ցուցադրելն իր տեղ ունի։ 10 օր առաջ, ինչ է անունը, ընտրություններից բերել ցուցադրել։ Այ ժողովուրդ ջան, քանի օր առաջ չի կարելի ցուցադրել։ Օրենք կգաք իշխանության, օրենքի մեջ կգրեք, որ ընտրություններից այսքան օր առաջ չի կարելի թոշակ բարձրացնել, լուրջ եմ ասում։ Եթե դեմ եք էլի դրան։ Այսքան օր առաջ չի կարելի առողջության ապահովագրություն ձևակերպել, այսքան օր առաջ չի կարելի դպրոց մանկապարտեզ ճանապարհ հիվանդանոց բացել, այսքան օր առաջ չի կարելի շքերթ անցկացնել, կարելի է ծիծեռնակաբերդ գնալ երբ կամենաք եւ ողբալ, հա? Հա, բայց ուրեմն այս բաները չկա։ Հիմա օրենքով էդանդերը արգելված չէ, շքերթը մյուսը անում են։ Քննադատեք, դեմ չեմ։ Դա սահմանադրական իրավունք է։ Ահագին մարդ ուրախացել էր, հատկապես օտարերկրացիները եւ երեխաները այն ռոբոտաշներին տեսնելուց, խաղացնելուց, այս կոմենկոմ տանել բերելուց, անօթաչու թռչող սարքեր եւ այլն։ Ադրբեջանցոնց գրառումները կարդացի, որոնք սրտի կսկիծով խոսում էին այն մասին, որ ահա այս զինատեսակները, չգիտեմ ինչի հայտնվել են, բանը դեռ չէին ծախվում, առաջին արտաքին քնողը եղել է ոնց որ Հայաստանը, հա, այս ոնց է եղել, որ Հայաստանին ծախել են այս զենք զինատեսակները եւ այլն եւ այլն։ Այդպիսի վշտալի բաներ։ Այնպես չէ որ իրանք խեղճ են, էլի զենք զինամթերք կնելու գործում։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։